Երբ արդարության պաշտպանն է հայտնվում ամբաստանյալի աթոռին, հասարակությունը կանգնում է բարդ հարցի առաջ։ Կարող է արդյոք օրենքի լեզուն օգտագործվել հենց օրենքը շրջանցելու համար։ Փաստաբան Արմինե Հարությունյանը տարիներ շարունակ ներկայացրել է իր վստահորդների շահերը թե քաղաքացիական, թե կոռուպցիոն աղմկահարույց գործերով, սակայն այսօր նա հայտնվել է բոլորովին այլ կարգավիճակում։ Միաժամանակ երկու քրեական գործ կաշառք ստանալու մեղադրանքներ, մեկ ուսանողներից գումար պահանջելու, մյուսը դատավորին կաշառք փոխանցելու մեջ օժանդակելու մասին։ Պաշտպանական կողմի պնդմամբ սա հետապնդում է վրեժ քաղաքացիական գործերով գրանցած հաջողությունների համար։ Ըստ փաստաբանների ներկայացված գումարները եղել են փաստաբանական ծառայության վարձատրություն եւ չկան ոչ տեսաձայնագրություններ եւ ոչ էլ անմիջական ապացույցներ։ Եվ այսպես կաշառք ստացող չկա, բայց կաշառք ստանալու մեջ օժանդակող կա։ Ինչը իրականում տեղի ունեցել, հերթական սադրանք է սա, թե բացահայտված հանցագործություն։ Այսօր ներկայացնում ենք մի պատմություն, որտեղ կրթական համակարգը, իրավական դաշտը եւ մարդկային ճակատագրերը հատվում են մեկ կետի շուրջ։ Փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորումը վերջին օրերին հայտնվել է իրավական համայնքի եւ հասարակության ուշադրության կենտրոնում, բարձրացնելով մի շարք հիմնարար հարցեր ոչ միայն տվյալ քրեական վարույթի, այլև ընդհանրապես հակակոռուպցիոն արդարադատության կիրառման որակի եւ իրավական պետության սկզբունքների պահպանման շուրջ։ Չնայած հանրային հնչեղությանը, գործիեությունը շարունակում է մնալ հակասական, իսկ առաջադրված մեղադրանքը իրավաբանորեն վիճահարույց։ Ըստ պաշտոնապես շրջանառվող վարկածի Արմինե Հարությունյանը մեղադրվում է դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, սակայն այս ձևակերպումը արդեն իսկ լուրջ հարցադրումներ է առաջացնում, քանի որ տվյալ դատավորի նկատմամբ որևէ քրեական վարույթ, մեղադրանք կամ անգամ մեղադրյալի կարգավիճակ գոյություն չունի։ Իրավական տրամաբանությամբ կաշառք ստանալու եւ առավել եւս այդ արարքին օժանդակելու մասին խոսք գնալ չի կարող, եթե բացակայում է ենթադրյալ հիմնական սուբյեկտի կաշառք ստացողի առկայությունը։ Այս հանգամանքը պաշտպանական կողմը դիտարկում է որպես մեղադրանքի կառուցվածքային փլուզում, որը չի բխում ոչ քրեական իրավունքի նորմերից, ոչ էլ դատական պրակտիկայից։ Առավել ուշագրավ է նաև կաշառք որակված գումարի բնույթը։ Պաշտոնական թիմի հավաստմամբ խոսքը փաստաբանական ծառայությունների դիմաց վճարված օրինական վարձատրության մասին է, որի հարկային պարտավորությունները վաղուց կատարված են։ Եթե այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է էական հարց, ինչ իրավական չափանիշներով է իրավապահ մարմինը փաստաբանական հոնորարը վերածում կաշառքի եւ արդյոք նման մոտեցումը չի վտանգում փաստաբանական գործունեության ինստիտուտը որպես այդպիսին։ Իրականում մեղադրանքը թերևս ես հենց այսպես էլ կբնորոշեմ, անհեթեթություն է, անհեթեթ մեղադրանքների շարքին է պատկանում մի շարք հիմնավորումներով եւ ես նշեմ, որ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը տող առ տող մենք հերքել ենք մեր կողմից ներկայացված հիմնավորումներով, փաստերով, ապացույցներով, սակայն նախաքննական մարմինը միևնույնն է գործը ուղարկեց դատարան։ Եվ զավեշտը կայանում է նաեւ նրանում, որ Տիկին Հարությունյանին առաջադրված է մեղադրանք դատավորին կաշառք ստանալու մեջ օժանդակելու համար։ Եվ Տիկին Հարությունյանի մասով գործը գնացել է դատարան, այն պայմաններում, երբ որ դատավոր չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Այսինքն Տիկին Հարությունյանի մեղադրում է մի բանի համար, ինչ որ արարք կատարելու համար, մի անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար, ով չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ չի էլ ունենալու դատավարական կարգավիճակ մեղադրյալի տվյալ դատավորը, որովհետեւ օբյեկտիվորեն, օբյեկտիվ իրականության մեջ չի եղել նման բան։ Մենք թերևս նախաքննության առաջին իսկ օրվանից աղաղակում ենք, այսպես կասեմ, նախաքննական մարմնին հայտնում ենք, ներկայացնում ենք փաստեր, ապացույցներ, որ այդ 2 միլիոն դրամի չափով գումարը եղել է փաստաբանական ծառայության գումար։ Ես նշեմ, որ փաստաբանական ծառայության վերաբերյալ պայմանագիրը 2 միլիոն դրամի չափով կնքվել է Տիկին Հարությունյանի եւ վստահորդի միջև, ավելին ասեմ, այդ 2 միլիոն դրամի չափով գումարը, որը որ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացվում է որպես կաշառքի առարկա, դա մուտքագրվել է համապատասխան Տիկին Հարությունյանի ԱԶ-ի հաշվին եւ ավելին ասեմ, այդ գումարից որպես ծառայության վճարից գանձվող համապատասխան հարկի գումար հաշվարկվել եւ համապատասխան հարկի գումարը եւս վճարվել է Տիկին Հարությունյանի կողմից։ Հետևաբար այս պայմաններում ընդ որում ես նշեմ նաեւ մի հանգամանք, որ մինչեւ
Այսպես ասած, բանը կհասներ նրան, որ մենք ներկայացնեինք փաստաբանական ծառայության մատուցման վերաբերյալ պայմանագիրը եւ համապատասխան այդ կտրոնները, Տիկին Հարությունյանի ձերբակալելուց մեկ օր առաջ ձերբակալվել էր իր վստահորդը եւ միաժամանակ տեղի էր ունեցել նաեւ վստահորդի բնակարանի խուզարկություն եւ փաստաբանական ծառայության մատուցման պայմանագրի օրինակը հայտնաբերվել էր նախ եւ առաջ բնականի խուզարկության վստահորդի տրամաբանական է, որովհետեւ պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, մի օրինակը մնում է փաստաբանի մոտ, իսկ մյուս օրինակը արդեն վստահորդի մոտ։ Սա է ամբողջ իրողությունը։ Վարույթի նյութերում ըստ պաշտպանական կողմի բացակայում են դատավորի եւ փաստաբանի, ինչպես նաեւ փաստաբանի եւ վստահորդի միջև որևէ շփում կամ խոսակցություն արձանագրող ապացույցներ։ Այս պարագայում մեղադրանքի ապացուցողական բազան հիմնվում է ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների վրա, ինչը հակասում է անմեղության կանխաբարկածի սկզբունքին։ Իրականությունը այն է, որ Տիկին Հարությունյանը պայմանագիր կնքելիս եւ առհասարակ տվյալ գործը ստանձնելիս իր վստահորդին երբևէ չի տեսել եւ իր հետ երբևէ շփումներ չի ունեցել եւ գործի վերաբերյալ եւ առհասարակ մարտավարության վերաբերյալ։ Եւ ասեմ դա ինչով է պայմանավոր, չնայած որ ունեցել է մեծ ցանկություն տեսնելու վստահորդին եւ այդ մասին նաեւ հայտնել է նախաքննական մարմնին։ Կամ միջնորդ, ով միջնորդ է հանդիսացել, որպեսզի իր բարեկամի, իր ազգականի գործը կատարի Տիկին Հարությունյանը։ Եվ բոլոր այդ քննարկումները տեղի են ունեցել միջնորդի եւ Տիկին Հարությունյանի միջև, այսինքն ոչ թե վստահորդի ու Տիկին Հարությունյանի, այլ միջնորդի եւ Տիկին Հարությունյանի միջև։ Միջնորդը եւս դատական ծառայող է հանդիսացել, ոչ դատավոր, այլ ուրեմն պաշտոնը զբաղեցրել, այս բան չեմ մտաբերի գործավար թե քարտուղար, ամեն դեպքում եւ ոչ այն դատավորի աշխատակազմում, որը ըստ մեղադրանքի կաշառք է ստացել։ Լրիվ այլ նստավայրի գործավարի եւ կամ քարտուղարի մասին է խոսքը գրում։ Տեսեք, այդ բոլոր խոսակցությունները տեղի են ունեցել Տիկին Հարությունյանի, այսինքն եւ միջնորդի միջև, այսինքն այն համատեքստում, որ նախ գործի փաթեթը ուսումնասիրել է Տիկին Հարությունյանը, այնուհետեւ ասել է այո, հիմք կա, կստանցնի նշված գործը եւ իր ծառայության արժեքը կազմելու է 2 միլիոն դրամ, ընդ որում նշեմ, որ այդ հանգամանքը եւ Տիկին Հարությունյանն է նշում եւ միջնորդն է իր նախաքննական ցուցմունքներով նաեւ նշել, որ ի սկզբանե Տիկին Հարությունյանը ասել է, որ իր գումարը կազմելու է այդ բռնագանձվող գումարի 10%-ը, բռնագանձվող գումարը եղել է 13 միլիոնի կարգի եւ նշել է Տիկին Հարությունյանը, որ նմանատիպ գործերով հիմնականում ինքը այդ տրամաբանության ծառայության արժեքը ասում եւ 10%-ը կազմում է 1.300.000 դրամ, բայց նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ ինչպես բոլորին արդեն քաչ հայտնի է, փաստաբանական ծառայության հարկերը մոտավորապես sense 40 քանի տոկոս դարձավ, հա, sense տարբեր հարկերը երբ որ իրար գումարում ենք, մոտավորապես այդքան է կազմում, sense կոպիտ հաշվարկով Տիկին Հարությունյանը ասել է նկատի ունենալով, որ հարկերը հիմա շատ են, դա հարկերը բնականաբար էլի վստահորդը պետքա վճարի, եւ այդ պայմաններում ծառայության արժեքը կազմելու է 2 միլիոն դրամ ներառել հարկերը։ Ինչին միջնորդը համաձայնություն է տվել։ Սա է ամբողջ իրականությունը։ Եվ թերևս արդեն հետագայում միջնորդը ունեցել է որոշակի խոսակցություններ եւ իր ընտանիքի անդամի հետ, եւ ունեցել է խոսակցություններ արդեն իր ազգականի հետով հանդիսացել է վստահորդը, հա, Տիկին Հարությունյանի, ունեցել են որոշակի խոսակցություններ եւ միջնորդի կողմից այդ գումարը ներկայացվել է որպես հնարավոր կաշառքի առարկա, որի հետ որևէ առնչություն չունի Տիկին Հարությունյանը։ Այսինքն Տիկին Հարությունյանի հետ կապված չկա որևիցե ինչ-որ խոսակցություն, ձայնագրություն, որ նման բնույթի խոսակցություն է եղել եւ շատ կարեւոր հանգամանք ասեմ, այդ միջնորդը եւ նախաքննության ընթացքում, առանձին հարցաքննությունների ընթացքում եւ առերես հարցաքննության ժամանակ երբևէ չի ասել, որ Տիկին Հարությունյանը ինձ ասել է, որ այդ 2 միլիոնը կաշառքի գումար է։ Հստակ ցուցմունք է տվել, որ Տիկին Հարությունյանը ինձ չի ասել, որ դա կաշառքի գումար է։ Տիկին Հարությունյանը մշտապես ինձ ասել է, ներկայացրել է, որ դա փաստաբանական ծառայության գումարն է, պայմանագիրը պիտի կնքվի, գումարը վճարվի, ինչպես որ կատարվել է, եւ պարզապես հայտնել է միջնորդը, որ ինքը մտածել է, որ ծառայության արժեքը շատ է ու մտածել է ինչ որ հանգամանքներից ելնելով, որ հնարավոր է այդ գումարը կամ այդ գումարից ինչ որ մի մաս փոխանցվելու է դատավորին։
Այսինքն Տիկին Հարությունյանը 2 ամիս կալանք է գրել եւ հիմա այլ մեղադրյալի աթոռին է գտնվում։ Միևնույն ժամանակ այս նմանատիպ խոսակցություններով, նմանատիպ հրապարակումներով, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություններով նաեւ հեղինակազրկվում է դատական իշխանությունը, որովհետեւ անընդհատ խոսվում է այն մասին, որ դատական իշխանության ներկայացուցիչը կաշառք է վերցրել, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Այդ ամեն ինչը մի բանի համար, որ ինչ որ մեկը այդպես է մտածել ուղղակի։ Առանձին ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ միջնորդը մշտապես փորձել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում վստահորդն ու փաստաբանը կարիք չունենան հանդիպելու։ Պաշտպանական կողմը իր վարկածն ունի միջնորդ հանդիսացող անձի գործողությունների եւ նպատակների մասով։ Մեղադրանքի որոշման մեջ երկու տեղ շեշտվում է, որ Երևան քաղաքի Առաջինացյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի համապատասխան դատավորը այդ կաշառքի գումարը ստացել է եւ կայացրել է ապօրինի դատական ակտ։ Դա այն պայմաններում, երբ որ տվյալ դատական ակտը, որը որ կայացվել է դատավորի կողմից, չի բեկանվել, այն մտել է օրինական ուժի մեջ, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը ներկայացնում են որպես դատավորի կողմից կայացված ապօրինի դատական ակտ, մի դատական ակտի մասին է խոսվում, որը օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է եւ գործում է դրա օրինականության, պարտադիրության վարկած այլևս։ Ձայնագրություններում հստակ երևում է, որ վստահորդը եւս միջնորդի հետ խոսակցությունների ընթացքում ցանկություն է հայտնում տեսնելու, հանդիպելու Տիկին Հարությունյանին։ Տիկին Հարությունյանն էլ ցանկություն է հայտնում միջնորդին տեսնելու, բայց այդ ամեն ինչը այնպես է կազմակերպվում, որ վստահորդը եւ Տիկին Հարությունյանը իրար չտեսնեն։ Եվ սա թերևս ինչի համար, սա մեր վարկածն է նաեւ, որը որ մենք տեսնում ենք գործի նյութերից, ըստ գործի նյութերի ինչ որ 400 քանի հազարի մասին է խոսվում, հենց այդպես էլ խոսվում է, հա, 400 քանի հազար ըստ ձայնագրությունների, խոսվում է այդ միջնորդի ընտանիքի անդամի իրանց, այսպես ասած, խոսակցություններն է, որին որևէ մասնակցություն Տիկին Հարությունյանը չի ունեցել։ Խոսվում է այն մասին, որ ինչ որ 400 քանի հազար դրամ է նաև մինչև այդ process-ը իբրև փոխանցվել, տրվել փաստաբանին, այն պայմաններում, երբ որ նման գումար չի տրվել Տիկին Հարությունյանին, այն պայմաններում, երբ որ առերես հարցաքննության ժամանակ էլ միջնորդը հստակ նշեց Տիկին Հարությունյանի կողմից բացառապես 2 միլիոն դրամի մասին է խոսք եղել որպես փաստաբանական ծառայության արժեք։ Երբ որ մենք վերլուծում ենք այդ ամբողջ գործի նյութերը եւ հրախոսային խոսակցությունների արդյունքում ստացված արձանագրությունները, երբ որ մենք նայում ենք, ինչ են խոսում միջնորդը, միջնորդի մայրը, ինչպես նաեւ վստահորդը, ովքեր բոլորը իրար ազգականներ են, ինչ որ տպավորություն է որ Տիկին Հարությունյանի անվան տակ որպես փաստաբանական ծառայության վճար ինչ որ գումար է վստահորդից վերցվել, որը չի հասել Տիկին Հարությունյանին։ Ու երբ որ եկել է ժամանակը Տիկին Հարությունյանին վարձատրելու իրեն հասանելիք 2 միլիոն դրամը որպես իր հոնորար, այդ ժամանակ արդեն դա ներկայացվել է միջնորդի կողմից իր ենթադրությունները նաև վրան դնելով որպես կաշառքի գումար։ Նաև այս վարկածը կա եւ այս վարկածը բխում է գործի նյութերից, օբյեկտիվ ապացույցներից, որովհետեւ դրա վերաբերյալ ձայնագրություններ կան նաեւ հստակ։ Հակակոռուպցիոն դատարանը նախնական դատալսումների փուլում փոխեց Արմինե Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, ինչը որոշ չափով հավաստում է, որ դատարանը առնվազն կիսել է պաշտպանական կողմի այն մտահոգությունը, որ ազատությունից զրկումը այս փուլում համաչափ եւ հիմնավորված չէ։ Խափանման միջոցի փոփոխություն տեղի ունեցավ եւ այս պահին Տիկին Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են համակցված կիրառվել։ Ըստ էության մենք սպասում ենք դատական նիստի, ունենք նախանշած դատական նիստ, դեկտեմբեր ամսին է լինելու, այս պահին կդժվարանամ նշել օրը, բայց ակնկալիքները շատ մեծ են, որ Տիկին Հարությունյանը արդարացվելու է, որովհետև Տիկին Հարությունյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։ Արդյունքում այս գործը դուրս է գալիս մեկ քրեական վարույթի սահմաններից եւ վերածվում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության լրջագույն փորձաքարի, երբ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ առաջադրվում են իրավաբանորեն խոցելի մեղադրանքներ, իսկ պաշտպանվելու հիմնարար իրավունքները հայտնվում են վտանգի տակ, հասարակության մոտ անխուսափելիորեն ձևավորվում է ոչ թե արդարադատության վերականգնման, այլ ընտրովի եւ կախյալ դատավարությունների տպավորություն։ Առանց կոնկրետ փաստերի, առանց կոնկրետ ապացույցների, ինչ որ մեկը
կներեք արտահայտությանս համար քնեց, արթնացավ, որոշեց, որ իր սուբյեկտիվ ենթադրությամբ այդ գումարը մի քիչ շատ էր փաստաբանի համար, հնարավոր է այդտեղից գումար տրվելու դատավորը ինչ որ մեկի մտքերի համար սուբյեկտիվ, ով նաև քննիչին է հայտնել, որ դա իմ սուբյեկտիվ մտքերն են, ով նաև առերեսման ժամանակ է հայտնել, ով 5 անգամ հարցաքննվել է, 5 անգամ նույն բանն է ասել։ Հանկարծ տենց պետությունը իդեմս պատկան մարմինների տարածում է, որ դատավորը կաշառք է ստացել։ Ինչ է սա, եթե ոչ պետության կողմից, պատկան մարմինների կողմից դատական իշխանության հեղինակազրկում։ Բնականաբար դա շատ վատ է անդրադառնալու։ Եվ կարիերայի առումով անձանց, եւ Տիկին Հարությունյանի կարիերայի առումով, եւ դա շատ վատ է անդրադառնալու հանրային ընկալման առումով։ Տեսեք, սովորական քաղաքացին, ովքեր չի տիրապետելու այն գործի փաստերին, ինչ որ մենք տիրապետում ենք, կամ նույնիսկ երբ որ հաղորդումը դիտի, մեր փաստարկները լսի, միևնույնն է իր մոտ լինելու է նստվածք, որ ինչ որ մի բան կա, որ գործը հասել է դատարան։ Ու այդ հանրային ընկալումը մեծացնում է անհավատությունը դատարանի նկատմամբ, ինչի համար։ Եթե դուք չունեք ոչ մի բան, ոչ մի ապացույց, չեք էլ ունենալու, որովհետև նման բան չի եղել, ինչ եք աղաղակում ու անհիմն մեղադրանքներ առաջադրում, ինչ եք կնոջը տանում կալանքի, երբ որ դուք էլ եք տեսնում, որ այդտեղ գործ չկա։ Արմինե Հարությունյանի գործով հնարավոր արդարացման դատավճիռը կարող է դառնալ ոչ միայն անհատական հաղթանակ, այլև կարևոր նախադեպ իրավապահ համակարգի հաշվետվողականության եւ իրավական չափանիշների վերաիմաստավորման համար։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր նման գործ խորացնում է հասարակության կասկածը, թե արդարադատությունը չի ծառայում ճշմարտությանը, այլ կարող է դառնալ ճնշման կամ հաշվեհարդարի գործիք, վտանգելով դատական իշխանության անկախությունն ու նրա հանդեպ հանրային ընկալումը որպես արդարության վերջին ատյան։ Լոռու մարզում բացահայտվել է մարդկային շահագործման ցնցող մի դեպք, որի քննությունն արդեն իսկ ավարտվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով շուրջ 10 տարի շարունակ քաղաքացին շահագործել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին լիովին օգտվելով նրա անօգնական վիճակից։ Պարզվել է, որ վերջինս տուժողին բառացիորեն դուրս է բերել իր սեփական բնակարանից եւ տեղավորել կողքի կենցաղային անպատկերացնելի վատ պայմաններ ունեցող շինությունում։ Իսկ տուժողի բնակարանը վերածել է հավանոցի եւ անձնական իրերի պահեստի, մուտքը փակելով առանձին փականով, որի բանալին պահել է միայն ինքը։ Այս պայմաններում տուժողը ստիպված է եղել անվճար աշխատել, մշակելով տնամերձ հողամասը, խնամելով կենդանիներին։ Դրան գումարած հանցավորը յուրացրել է տուժողի սոցիալական վճարները, կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը։ Արդյունքում տուժողն իր ապրուստն ապահովելու համար սկսել է մուրացկանությամբ զբաղվել եւ նույնիսկ աղբ հավաքել կացարանը ջեռուցելու համար։ Հարևանուհին օգտվելով տղամարդու ծանր հոգեկան առողջության վիճակից ավելի քան 15 տարի շահագործել է վերջինիս։ Բնակարանը դարձնելով հավաբուն, իսկ տղամարդու նպաստն ու մնացած դրամական միջոցները յուրացրել է։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվող նախաքննության արդյունքում ի հայտ են եկել անձի կողմից անօգնական վիճակում գտնվող թրաֆիքինգի եւ շահագործման հանցագործության հատկանիշներ։ Նախաքննության պարզվել է, որ 65-ամյա հարևանուհին տեղեկացված լինելով 70-ամյա տղամարդու անօգնական վիճակի մասին, վերջինիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին շուրջ 10 տարի շարունակ դիտավորյալ եւ համակարգված կերպով շահագործել է նրան։ Կինը տղամարդուն դուրս է բերել բնակարանից եւ տեղափոխել կենցաղային վատ պայմաններ ունեցող կից կառուցված շինություն, ապահովելով միայն ապրուստի նվազագույն պայմաններ։ Միաժամանակ տղամարդուն պատկանող բնակարանը օգտագործել է որպես հավանոց եւ անձնական իրերի պահեստարան, բնակարանի մուտքի վրա տեղադրելով առանձին փական, որի բանալին պահել է իր մոտ, զրկելով տղամարդուն իր իսկ բնակարանից օգտվելու հնարավորությունից։ Չբավարարվելով այդքանով, կինը տղամարդուն ստիպել է անհատույց աշխատել, տնամերձ հողամասում եւ այգում կատարել գյուղատնտեսական աշխատանքներ, ինչպես նաեւ տուժողի բնակարանում պահվող հավերին խնամել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 65-ամյա կինը տեղյակ լինելով 70-ամյա տղամարդու անօգնական վիճակում լինելու մասին, վերջին շուրջ 10 տարվա ընթացքում շահագործել է նրան, ենթարկել է թրաֆիքինգի։ Մասնավորապես մեղադրյալը տուժողին հանել է իր բնակարանից, բնակարանը դարձնելով եւ օգտագործելով որպես հավանոց, դրա վրա կախել է առանձին կախովի կողպեկ, որի բանալին պահել է իր մոտ, ապրուստի նվազագույն պայմանները ապահովել տուժողի համար, իսկ տուժողը ստիպված է եղել աշխատել եւ պահել նրա հավերին իր իսկ բնակարանում։ Կինը ապօրինաբար տիրացել է նաեւ տուժողի պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակի
թոշակին եւ հաշմանդամության նպաստին։ Ստեղծված պայմաններում տուժողը ստիպված է եղել իր նվազագույն կենսապահովումը իրականացնելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ։ 65-ամյա տղամարդը իր ապրուստը հոգալու նպատակով ստիպված է եղել կատարել մուրացկանություն, ստիպված է եղել աղբանոցից հավաքել արկղեր իր բնականը ջերուցելու նպատակով։ Վերագրյալ փաստական հանգամանքները բավարար հիմք են հանդիսացել կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Նվադյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի առաջին մասով, այն է անօգնական վիճակում գտնվող անձի շահագործումը կամ թրաֆիքինգը։ Վարույթի նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Շաբաթվա ընթացքում արձանագրված հանցագործություններին անդրադարձել է մեր լրագրող Էլիզա Գալուստյանը։ Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված էր Սիգի արդյունագործական որսը, եւ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում էր նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը։ Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները։ Դեկտեմբերի 11-ին ժամը 9:45-ի սահմաններում Կարճախբյուր ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական 2 նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին ժամը 6:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կիլոմետրին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կիլոգրամ քաշով 155 սիգ։ Վարորդն ու մեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 14-ին ժամը 11:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառի բնակչի վարած VAZ-2109 մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած Opel-ը, որի սրահում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։ Դեկտեմբերի 15-ին գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում վաշտի ծառայողները Ծովագյուղ շորժա հատվածում հայտնաբերել եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի։ Նրա ռետին է նավակում կար 40 հատ սիգ եւ 9 հատ կարաս տեսակի ձուկ։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Որսի արգելքը ինքնանպատակ չէ։ Ուստի ոստիկանությունը կոչ է անում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին սպասել մինչև Սիգի որսի արգելքի ավարտը։ Դրանով ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարների կայուն վերականգնմանը։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեզ ահազանգող հեռուստադիտողները շատ հաճախ ներկայացնում են ժառանգական իրավահարաբերությունների հետ կապված վեճեր եւ կրկին այսօր այս տաղավարում հյուրընկալել ենք Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբանական ակադեմիայի դասախոս Իրեն Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ կրկին մեր տաղավար հյուրընկալելու համար։ Եվ ես այս պահին առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ հասկանալ, թե ինչ թեմա ենք այսօր միասին քննարկելու։ Շատ լավ։ Մեր խմբագրություն դիմաց հերթական քաղաքացին ցանկանում էր ներկայացնել իր խնդիրը եւ մասնագետից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Հայրս մահացել է 2 տարի առաջ եւ այս 2 տարիների ընթացքում ոչ ես, ոչ մայրս, ոչ եղբայրս ժառանգություն չենք ընդունել։ Վերջերս իմացանք, որ եղբայրս դիմել է դատարան, փաստացի ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչվելու համար, սակայն եւ տունը եւ ավտոմեքենան տիրապետվում եւ օգտագործվում են իմ եւ մորս կողմից։ Խնդրում եմ ասել, ինչպես կարող ենք պաշտպանել մեր իրավունքը եւ նման իրավիճակներից խուսափելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկի քաղաքացին։ Արդյոք այս պահին նոտարական կարգով կարող ենք հաստատել մեր իրավունքը, թե պետք է ներգրավենք դատական պրոցեսի մեջ։ Շնորհակալ եմ։
Իհարկե, այո, հանդիպում ենք նաև այնպիսի դեպքերի, երբ հենց ընտանիքում մեկ ընտանիքի անդամներ միմյանց հետ կռիվ են տալիս ունեցվածքի համար, եւ հենց այստեղ շատ կարեւոր է, որպեսզի այս վեճը, այս կռիվը դադարեցնելու օրենսդրական մեխանիզմներ լինեն, սաստեն, այսպես ասած, կողմերին։ Խնդրեմ։ Իրականում շատ հաճախ հանդիպող երևույթ է, մենք պրակտիկայում բազմաթիվ անգամ բախվում ենք նման խնդիրների հետ եւ այստեղ շատ կարեւոր է գիտակցել, որ այնուամենայնիվ ժառանգների շրջանակում, եթե բոլորը ըստ օրենքի հասանելի, ժառանգներ են, նրանք կարող են բոլորն էլ հավակնել եւ ժառանգական զանգվածը, այսպես ասած, ձևակերպել նաեւ իրենց անունով։ Խնդիրը հիմնականում կայանում է նրանում, որ մեր հայկական մենտալիտետի շրջանակներում միշտ մտածում են, որ եթե ինչ-որ մի ժառանգ խնամել է ժառանգատուին, բնակվել է նրա հետ, հոգ է տարել նրան նկատմամբ, նա միայն կարող է ստանալ, իսկ այն մյուսները ոչ, ովքեր որ օրինակ թեկուզ գտնվել են արտերկրում։ Ըստ էության ոչ, օրենսդիրը չի տալիս նման տարանջատում եւ բոլորը հավասար իրավունքներով առաջին հերթի, երկրորդ հերթի եւ ըստ մինչեւ 4-րդ հերթի ժառանգներ իրավունք ունեն հավասար հիմունքներով ստանալ ժառանգություն։ Եվ տվյալ իրավահարաբերության շրջանակներում հաշվի առնելով, որ կողմերը ըստ էության ժամկետում չեն դիմել նոտարին, սակայն փաստացի տիրապետման հիմքով ընդունել են ժառանգությունը, ինչպես փաստում է մեր դիմումատուն, տվյալ իրավահարաբերության շրջանակներում իհարկե, եթե առկա են փաստացի տիրապետման վերաբերյալ ապացույցներ, կարող են հանգիստ դիմել եւ ձևակերպել ժառանգությունը։ Մեկ այլ խնդիր է, արդյոք դա հնարավոր է այս փուլում նոտարական կարգով ձևակերպել, երբ ունենք իրավիճակ, որ մյուս ժառանգը արդեն իսկ դիմել է դատարան։ Տվյալ դեպքում, եթե արդեն դիմել է դատարան, ապա մյուս ժառանգները եւս պետք է դիմեն դատական կարգով իրենց իրավունքները վերականգնելու համար։ Իսկ առհասարակ, որպես ծանուցում մեր հանրությանը, ես կտեղեկացնեմ, որ միանշանակ նաեւ արտադատական կարգով է հնարավոր փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունումը իրականացնել նոտարական կարգով, այսինքն արտադատական կարգով։ Բայց այս խնդրի շրջանակներում անշուշտ պետք է դիմեն դատարան, քանի որ արդեն իսկ որոշակիորեն արկա է վեճ եւ վեճի շրջանակներում մեկ այլ մյուս ժառանգը դիմել է դատարան, հետեւաբար մյուսները եւս պետք է դատական կարգով փորձեն ներգրավել process-ին եւ ապացուցել նաեւ իրենց կողմից ընդունումը, որը արդեն կարծում եմ վերջնական բոլորի մասով կհաստատվի ժառանգության ձևակերպումը։ Շատ լավ, ես առաջարկում եմ խոսել նաեւ նրա մասին, որ սովորաբար նմանատիպ դեպքերում քաղաքացիները այսպես մտածելով, թե ով է իրենց խնամել, ով է իր հոգսը հոգացել, կտակ ենք ասում։ Եվ փաստացի անգամ կտակի դեպքում լինում են բացառություններ, որոնք օրենքով սահմանված են, այսինքն անձիկ, որոնք անկախ կտակի արկայության մեկ է ըստ օրենքի ժառանգության իրավունք են ստանում, որոնք են այդ դեպքերը եւ սովորաբար օրինակ մեր քաղաքացիներին, ովքեր այս պահին դիտում են հաղորդաշարը եւ մտավախություն ունեն օրինակ իրենցից հետո թողնվող գույքի ճակատագրի մասին, կտակը լավ գործիք է ժառանգական այս խնդիրները վերացնելու համար, կռիվները։ Ըստ էության կտակը դա ժառանգատուի կողմից իր գույքի ճակատագրի որոշման սահմանումն է։ Հետևաբար կտակը ըստ էության օրենսդիրը եւս շատ կարեւորում է եւ այսպես ասած առավելություն տալիս ըստ օրենքի նկատմամբ, ինչու, որովհետեւ ասում է այն դեպքում, եթե չկա կտակ, ապա կամ կտակված է գույքի ոչ ամբողջական մասը, նոր չկտակված մասով բացվում է ըստ օրենքի ժառանգություն։ Հետևաբար այստեղ կտակը միանշանակ շատ կարևոր հանգամանք է։ Սակայն մենք ունենք շատ կարևոր մի հանգամանք, որտեղ օրենսդիրը կարծես թե որոշակիորեն համաչափ, իրավաչափ սահմանափակել է կտակի, այսպես ասած, ազատությունը պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների շրջանակով։ Ինչու՞, որովհետև կտակը ինքը քանի որ ազատ է եւ ժառանգատուն կարող է կտակ իրականացնել լրիվ երրորդ անձի նկատմամբ, այսինքն ազգակցական որևէ կապ չունեցող անձի նկատմամբ, եւ որպիսի ժառանգատուի առաջին հերթի այնպիսի ժառանգներ, ովքեր 60 տարին լրացած են, անչափահաս են կամ ունեն անաշխատուն, անգործունակ են անաշխատունակ, ապա նրանք ունեն պարտադիր բաժնի իրավունք, այսինքն անկախ կտակի առկայությունից։ Դա այն է, որ նրանք կարող են որոշակի մաս ստանալ կտակված գույքից։ Այսինքն օրենսդիրը այնպիսի մի խոցելի խումբ է առանձնացրել սոցիալական ապահովության շրջանակներից ելնելով, որպեսզի այդպիսի կատեգորիայի անձինք, ժառանգները չզրկվեն առհասարակ ունեցվածքից։ Հետևաբար կտակի ազատությունը որոշակիորեն այդ պարտադիր բաժնի իրավունքով սահմանափակվում է, որը
ըստ իս բավականին իրավաչափ է, որովհետև մի դեպքում մենք ունենք Իհարկե։ այո, ժառանգներ, որոնք որ իրականում խոցելի կարող են լինել տվյալ շրջանակներում։ Շատ լավ։ Խնդրում ներկայացված էր իրավիճակ, երբ փաստացի ժառանգության իրավունք ունեին 3 անձ՝ քույրը, եղբայրը եւ կինը։ Այստեղ բաժինների մասին մի փոքր խոսենք։ Մայրը ստանում է որքան բաժին եւ որքան բաժին են ստանում երեխաները գույքից։ Արդյոք հավասար է 3-ի բաժինը։ Ըստ էության ժառանգների միջև ըստ օրենքի ժառանգման պարագայում, եթե չկա կտակ բաժինների տարբեր չափերով կտակում, անշուշտ հավասար հիմունքներով բոլորը, այդ թվում կինը եւ երեխաները ժառանգական զանգվածից ստանում են հավասար բաժիններով։ Շատ հաճախ թյուրիմացություն ընկալում է հանրության մեջ, որ կինը շատ ավելին է ստանում։ Այստեղ ես կցանկանայի ասել, այստեղ ոչ թե ժառանգական զանգվածից է ավելին ստանում, այլ շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ ժառանգատուն գույքը ձեռք է բերել համատեղ կյանքի ընթացքում եւ համատեղ կյանքի ընթացքում ձեռբերված գույքի բնականաբար 50%-ը պատկանում է տիկնոջը, այսինքն մեր զանգվածը կազմեց ամբողջ գույքի 1/2 բաժինը եւ անշուշտ 1/2 բաժինը, եթե բոլոր ժառանգները ընդունում են, այդ թվում կինը, հավասար այդ 50%-ը կբաժանվի ժառանգների 3 ժառանգի միջև 1/2 բաժիններով եւ գումարվելով տիկնոջ ունեցած, եթե նա ունի, հա, այդ գույքում 50% բաժին կգումարվի եւ անշուշտ ամբողջ տան ծավալի մեջ զանգվածի մեջ նրա բաժինը ավելի մեծ կկազմի։ Սա է հիմնական թյուր ընկալումը, որ մտածում են, որ ժառանգությունը հավասար չի բաշխվում, չէ, հավասար ըստ օրենքի բաշխվում է, պարզապես զանգվածը որքան որ կկազմի եւ լինում են իրավիճակներ, որ օրինակ մյուս ժառանգները եւս տան գույքում ունեն որոշակի բաժնեմասեր։ Հետևաբար գնում դա նաեւ գումարվում է իրենց ունեցած բաժնեմասին, կրկին ծավալը զանգվածում մեծանում է։ Այսինքն ըստ էության սա է հիմնական մեխանիզմը, որ եթե ըստ օրենքի ժառանգություն է, ապա հավասար հիմունքներով բաշխվում է ժառանգների միջև։ Իսկ կտակի պարագայում ժառանգատուն ինքը կարող է որոշել ում որքան բաժնեմասով կտակը անել։ Էլի լինում են իրավիճակներ, երբ ընդհանուր է իրականացվում եւ լինում են իրավիճակներ, որ սահմանում է, որ օրինակ զանգվածի 1/2-ը տիկնոջս, մյուս 1/2-ը երեխաներին հավասար, այսինքն արդյունքում դառնում է 1/2։ Համենայն դեպս այս պահին պետք է արձանագրել, որ կտակը այն միջոցն է, այն գործիքը, որը կարող է զերծ պահել ժառանգներին իրար մեջ վեճ ունենալուց։ Այո, նաև դա որոշակիորեն շատերը չգիտեմ ինչի խուսափում են կտակից, մտածում են կտակը այդքան պաշտպանված չէ, բայց ըստ էության կտակի անվավերությունը դա լուրջ խնդիր է, որովհետև մենք գործում ենք ժառանգատուի կամքի հետ, դա այնպես հեշտ անվավեր լինելու չի։ Ուղղակի ժառանգների հիմնական մտավախությունը կտակի պարագայում կայանում է նրանում, որ ժառանգատուն կենդանության օրոք ցանկացած պահի կարող է վերացնել կտակը, փոփոխել կտակը, որը նաև լծակ է ժառանգատուի ձեռքին այդ գույքի տնօրինման մասով, ինչը ես օրինակ շատ կարևորում եմ եւ այո, իհարկե։ Հետևաբար դրանից ելնելով միշտ օրինակ հաճախ պրակտիկայում ասում են դե եկեք նվիրատվություն թող ձևակերպվի, բայց չենք մոռանում, որ նվիրատվությունը դա անշուշտ արդեն իսկ կյանքի օրոք սեփականության իրավունքի փոխանցում է ենթադրում, իսկ կտակը ոչ, կտակը բացվում է մահից հետո եւ սեփականության իրավունքը ժառանգներին փոխանցվում է բացառապես ժառանգատուի մահից հետո։ Շատ լավ։ Ես իհարկե նաև պետք է մեկ մեջբերում անեմ, բոլորովին վերջերս կրկին նորից ահազանգ էինք ստացել մի աղջկանից, ով պնդում էր, որ իրեն ժառանգությունից զրկել են այն հիմքով, որ դու աղջիկ ես, ժառանգության զանգվածը միայն եղբորը կարող է անցնել։ Իհարկե կարծում եմ մեր քաղաքացիների մեծ մասը արդեն իսկ տեղեկացված է եւ գիտի հավասար իրավունքների եւ պարտականությունների մասին, բայց մի փոքր կուզեի նաև անդրադառնալ նման դեպքերի։ Պրակտիկայում ունեցել եք նման դեպքեր։ Շատ ենք ունեցել, այս վերջին տարիներին այդքան չէ, կարելի ասել գրեթե չէ, բայց նախկինում, երբ որ նոր սկսել էի նոտարական ոլորտում աշխատել, շատ էր այդ երևույթը, ինչու որովհետև դա մեր կրկին խոսում է մեր մենտալիտետի մասին։ Մեր հայկական ընտանիքներում նախկինում ինչպես ընդունված է եղել, տունը դա տղայինն էր, հա, աղջիկներն ամուսնացել եւ հեռացել են տնից։ Սակայն եւ անգամ իմ դատական պրակտիկայում աշխատած տարիներին, երբ որ ես աշխատում էի, նմանատիպ խնդիրներ էինք մենք ունենում, որ ինչի պետքա կինը այդ քույրը գա եւ հավակնություն ունենա տան նկատմամբ, եթե ինքը ամուսնացել եւ գնացել է։
Իրականում սա լուրջ խնդիր է, սա մտածելակերպի հարց է եւ վերջին տարիներին կարծես թե շատ ավելի մարդիկ իրազեկ են դարձել եւ հասկանում են, որ այստեղ էլ չունենք մենք այդ նման ձևակերպումների հետ եւ առհասարակ բոլորը հավասար հիմունքներով ժառանգ են եւ բոլորն էլ կարող են հավաքվել։ Երևի հենց այդ իրազեկվածությունն է, որ բերել է այսպես ընտանեկան վեճերի ազգակիցների միջև։ Այո, նաեւ դա, ինչու, որովհետեւ օրինակ լինում են իրավիճակներ, որ երբ որ քույրը գալիս է ընդունելու, միանգամից սկսում է վեճը, որ ինչի ես դու ընդունում, ես իմ պրակտիկայում շատ մի քանի դեպքեր ունեցել եմ, որ մինչև հիմա իրար հետ չեն խոսում, բայց նա ասում է դա իմ իրավունքն է, ես կարող եմ ընդունել եւ ընդունում եմ այսքան բան, այլ ասում եմ, բայց իմն է այդ տունը եւ այլն։ Այսինքն այստեղ դեռ շարունակում են այդ մտածելակերպով մարդիկ ապրել, ինչը բնականաբար դուրս է օրենսդրական դաշտից եւ պետք է հանրությունը մի բան իմանա, որ բոլորը հավասար հիմունքներով անշուշտ ժառանգ են եւ կարող են դիմել։ Անգամ ես ներողություն նաեւ հավելեմ, որ շատ հաճախ խոսակցական իմաստով օրինակ ընդունված է, որ բա ավտոմատ չի անցնում մամային։ Անգամ նման հարցեր են շատ հաճախ գալիս տալի այդ ժառանգները, ովքեր որ չեն դիմել։ Ու երբ որ իրենք իմանում են, որ ոչ, ավտոմատ անցում չկա եւ բոլորը հավասար հիմունքներով պետք է ընդունեն կամ կարող են հրաժարվել, այս դեպքում նոր մարդ ժառանգները հիմնականում երեխաները գիտակցելով, որ իրենք կարող են հավակնել, դիմել, ստանալ, պատկերացրեք, որ հրաժարում չեն ունենում նմանատիպ իրավիճակներում, երբ որ գիտեին ավտոմատ պետք է փոխանցվի ու մեկ էլ պարզվում, որ չէ, իրենք էլ կարան ստանան, միանշանակ դիմում են ընդունման, ոչ թե հրաժարվում։ Շատ լավ։ Շնորհակալ եմ անչափ կարևոր տեղեկատվություն մեզ հաղորդելու համար։ Ես մեր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ այնինչ որ այստեղ խոսում ենք եւ քննարկում, կարևոր է իմանալ։ Այս եթերից պարբերաբար հնչեցրել եմ, որ հանցանք գործած յուրաքանչյուր անձ ենթակա է պատժի եւ պատասխանատվության անկախիր սոցիալական դիրքից։ Եթե հայտնվել եք նմանատիպ իրավիճակում եւ կարիք ունեք, որպեսզի որևէ մեկը կանգնի ձեր կողքին եւ ձեզ հետ հավասար պայքարի հանուն արդարության, ապա զանգտվեք մեզ, գրեք մեր էլեկտրոնային մեյլին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։